Չինաստանը եւ Եվրամիությունը Սի Ցզինպինը դիմել է Եվրամիությանը Միացյալ Նահանգների մաքսատուրքերի հարցով եւ ասում է, որ Չինաստանը եւ Եվրամիությունը պետք է համատեղ պաշտպանեն միջազգային առևտրային միջավայրը։ Սի Ցզինպին մեջբերում սակագնային պատերազմում հաղթողներ չեն լինի։ Ամբողջ աշխարհի դեմ գնալը նշանակում է մեկուսացնել ինքներդ ձեզ։ Չինաստան Եվրամիություն։ Այո, Չինաստան Եվրամիություն։ Հին աշխարհ ընդդեմ դուրս պրծուկների։ Հետաքրքիր չէ։ Չէ, ոչ մի հետաքրքիր բան չկա, դուրս պրծուկները պարտվելու են։ Գիտեք ինչի է նման։ Շախմատի մրցաշարում նստած են գրոսմեյստերներ, ինչ որ մի հատ դուրս պրծուկ, որը գրպանում բան ունի, ինչ որ տենց շպարգալքի պես մի հատ բանը, ինքը տենց սաղկյանք տենց խաղացել է, իրա բակում բոլորին կրել է, հիմա եկել է գրոսմեյստերների հետ շախմատ խաղալու։ Ձեռից հեռախոսը վերցրել, ասել նստի։ Ինքը E2-E4-ից հետո ոչ մի չգիտի։ Ինքը նույնիսկ չգիտի, որ E2-E4-ա դա, որտեղ ինքը միշտ տենց նայել է, այդ քայլը տենց է արել։ Անհնար է, հնարավոր չի, բացառվում է, որ Վենսի ինտելեկտուալ մակարդակ ունեցող անձնավորությունը, էլ Տրամպի մասին չեմ խոսում, դա մի ուրիշ բան է, մարդով 5 հատ կազինո է տակ տվել, այդ մոռացեք։ Այդ ինտելեկտուալ մակարդակով մարդը չի կարող, ունակ չի խաղալ այն դաշտում, որտեղ Եվրոպայի թագավորական ընտանիքները հայտարարել են իրենց մարուն, այսինքն կրեցին։ Դա բացառվում է, որտեղ ստեղ ամեն քայլի հետևը կա 6000 տարվա պատմություն։ Եվ ամեն ինչ հաշված է, այն ամեն ինչը կարա Տրամպի ադմինիստրացիան հնարի, ուղղակի հնարի ֆանտազիաների մեջ մտքներով անցնի, ստեղ մի քանի անգամ եղել է։ Ստեղ ինչ-որ 4-րդ դասարանի պատմության գրքերում դա դասավանդում են։ Ասում եք Միացյալ Նահանգներին ոչ ոք այսպես կողքը չի գալիս կանգնում, բայց Ալիևն է հերթի մեջ առաջինը։ Նա շատ շտապելով կառուցում է իր հարաբերությունները Թրամփի հետ, հրաշալի իմանալով Թրամփի որոշումների մասին եւ USAID-ի մասին եւ ազատություն եւ ուրեմն Ամերիկայի ձայնի հետ կապված, նա շտապում է հայտարարել, որ USAID-ին լիովին կոռումպացված կազմակերպություն է։ Ես մեջբերումներ եմ անում։ USAID-ին լիովին կոռումպացված է, ազատությունը եւ Ամերիկայի ձայնը իհարկե պետք է դադարեցնել, բայց դա բավարար չէ, պետք է դադարեցնել Human Rights Watch-ը, Freedom House-ը, Amnesty International բոլոր մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, նրանք սերմանում են քաղաքական ատելություն, ասում է Ալիևը։ Լավ սխալվեցիք։ Չասեցի, բայց Ազգային դեմոկրատական ինստիտուտն է պետական հեղաշրջում արել, Le Monde, Figaro, New York Times-ը եւ այլն բոլորը Ամերիկայի դեմ են եղել, այդ բոլոր նախկին այդ Ջո Բայդենի հետ կապված, փոխկապակցված այդ կազմակերպությունները։ Մենակ Ջո Բայդենի հետ չեն, հա, բայց հա։ Միայն ոչ, բայց հասկանալի է այդ նախկինների թեմայի մեջ, չնայած Թրամփը եւս նախկին է եղել։ Ջեմ ողջուններ Նիկոլ Փաշինյանի իր տարածաշրջանային գործընկերոջ հետ կապված։ Աբշերոնյան անասունը իր ոճի մեջ է։ Գիտեք որ նա ախր պրոբլեմը ստեղ իրականում ոչ այդքան աբշերոնցի այդ դեգեներատի մեջ է, այլ սպիտակ տան արձագանքի։ Ես ես ասեմ, ես նորաստի ինչի հա եվրոպական, ինչի Եվրոպային Ամերիկան միշտ կպարտվի, այս Ամերիկան, խոսքը չի վերաբերում ընդհանուր առմամբ Ամերիկան, ես այս աշխատ, այս ադմինիստրացիայի մասին եմ խոսում։ Ոչ մի Թրամփյան Ամերիկա հիմա Տրամփ, Վենս, հա, այս բանը, մարուների շարքը։ Բազմաթիվ պատմական օրինակներ կան եւ ոչ միայն երկրի ղեկավարների բանի վրա, հա, այլ նույնիսկ եթե իջնենք այդ ենթապետական կամ նույնիսկ քրեական, հա, մաֆիոզ, Կոզա Նոստրա, բան, Դրագետտա, ինչ որ տեղ
եթե ինչ-որ մի հատ մեյմուն, ինչ-որ մի հատ շատ հեռու տեղից գար եվրոպական երկրին, Բրիտանիային, որ ասեր, այ դուք այդ բանը MI6, MI7, MI5 պիտի փակեք, MI5 պիտի փակեք, այս ձեր մոտ էս բանը, չգիտեմ, Shivering program-ը դա վատ է, British Council-ը պիտի փակեք, բան, նույնիսկ եթե այնտեղ խնդիր ունենային, վստահաբար ձեզ ասում եմ, որ առաջինը ինքը ապտակը կստանար Վինդզորից, այսինքն Բուքինգհեմյան պալատից, կասեն քո գործը չի, ուղղակի քո գործը չի, ասեմ ավելին, հրահանգ կտային քաչալացնել, լեզուն կտրել, ականջներն էլ հետը։ Դա ժամբաներ մի խոսեք։ Դե Ալիևին հասնում է։ Բայց խնդիրը դա չի, պայմանական, բարձր, իմանալ շատ բան չենք ասում։ Խնդիրը որն է, որ եթե դու ունես պետական համակարգ, որտեղ տասնամյակներով աշխատել է ինչ-որ մի բան, որը նենց չի, որ միշտ վատն է, որը ստեղծվել է եւ ամրապնդվել է նույն Ռեյգանի կողմից։ Make America Great Again, վերադառնանք այդ գաղափարին։ Հետևաբար ինչ-որ մեկը, ով ծնվել մեծացել է KGB-ի գեներալի ընտանիքում, կոռումպացված է, մարդասպան է, դու անձամբ ասել ես, որ այնտեղ էթնիկ զտումներ է։ Երեք Տրամպին ինչի ես չեմ հարգում, որովհետև ինքը անձամբ ասել է, որ եթե ես լինեի, էթնիկ զտումներ Արցախում չէր լինի։ Դա Սլիպի Բայդենն է մեղավոր։ Այս նույն մարդն է, որ էթնիկ զտում է անում, ընկեր։ Ինքը քեզ ասում է, որ լավ ես անում, որ USAID-ին բանը ամերիկյան ադմինիստրացիայի միակ պատասխանը, որը հարգանք կառաջացներ իր նկատմամբ ամերիկյան ադմինիստրացիայի, դա բավականին կոպիտ, կոպիտ չէ, ինքը պետք է հնչեր shut the fuck up, այսինքն ձենդ կտրի։ Քո գործը չի, տեղդ վերընկի, գնա քթովդ նավթդ փորի, էժանով ծախի։ Դու արժանի չես խոսաս իմ մասին, այդ իմ սխալն է, իմ մարդիկ են, իմ որոշումն է, իմ կոռումպացված կամ ոչ կոռումպացված որոշումը ես եմ կայացնում, իմ դատարանը, դու ով ես եղել, որ ստեղ խոսում ես։ Բայց քանի որ այնտեղ Տրամպն է, Վենսն է, բան, իրանք ուրախանում են, որ ինչ-որ մի հատ հիմար գյադա, կոռումպացված, ռազմական հանցագործների լավագույն ընկեր, երկկողմանի ընդ որում, Պուտին եւ Նետանյախու, երկու ռազմական հանցագործի միակ լավագույն ընկերը։ Քեզ ասում է դու լավ ես անում, որ տենց ես անում։ Իրանք ուրախանում են։ Հիշենք, որ Տրամպը ասում էր բան, Եվրոպայում մի հատ տղա կա, Օրբանը, ինքը ինչ շատ է հարգում, այսպես տղա է։ Ամբողջ Եվրոպան ասում է մենք գիտենք ինքը ինչի տղա է։ Դու իր վրա ես հղում անում։ Մենք գիտենք ինքը ինչի տղա է, քեզ էլ ենք ասել։ Ինչ ես բան անում։